Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Եվ այսպես, Miss Եվրոպա 2025-ին Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Շուքուրյանը հայտնվել է top 10 լավագույն տասնյակում, որը մեր ներկայացուցչի գնահատմամբ բավականին մեծ եւ արդար հաղթանակ էր։ Մարիան արժանացել է Miss Europe runner-up տիտղոսին եւ ստացել գեղեցիկ տակ։ Այս տարի ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 24 երկիր։ Եվ այս պահին մեր տաղավարում է հենց Մարիա Շուքուրյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Շատ լավ։ Ծանր չէ թագը։ Մի փոքր։ Շատ լավ, այն տպավորություններ կային, որ արդեն այդ թագը կրում եք։ Տպավորությունները հիասքանչ են, չեմ կարող բառերով բացատրել, թե որքան ուրախացա, երբ ստացա այն, արժանացա, կարելի ասել։ Մեծ հպարտությամբ եմ կրում եւ այդպես։ Զարշալի է։ Ես գիտեմ, որ ոլորտում վաղուց ես եւ մրցույթները քեզ համար նոր չեն եւ այս ամբողջ ընթացքը քեզ համար նոր չի, բայց այս մեկը բացի հաղթանակից ինչով էր առանձնանում, ինչպես անցավ, ովքեր էին արժանի մրցակիցներ, որ երկրի աղջիկներն են ավելի տպավորել քեզ, դու ես ամենաշատը տպավորել բացի ժյուրիից։ Շատ լավ, ես ուզում եմ նշել, որ Miss Եվրոպա մրցույթը ինքը հիմնադրվել է 1927 թվականին եւ այն ունի պատմական նշանակություն, այն միավորում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներին եւ Գեղեցկուհիները եւ եվրոպական երկրներն եւ ասիական։ Այո, ընդգծում է մշակութային բազմազանությունը եւ միասնության, այո։ Եթե դժվար է տվեք ես կդնեմ, խնդիր չկա։ Վերջում, դեռ իմն է։ Շատ լավ։ Ոնց մասնակցեցիք, ոնց եղավ այդ։ Բայց ես իմ հարցի պատասխանը ուզում էի նշել, որ մենք բավականին բարեհամբույր հարաբերությունների մեջ էինք, կարելի է ասել, բոլոր երկրի անդամների հետ, քանի որ մեզ հայերիս շատ սիրեցին այնտեղ, ինչպես գիտեք, Լիբանանում կեսից շատը հայ են։ Եվ այդ իսկ պատճառով մենք ինչ-որ չափով զգում էինք, ես ինչ-որ չափով զգում էի ինձ ինչպես իմ երկրորդ տանը։ Երկրի մասնակիցները շատ հետաքրքրվեցին Հայաստանով եւ ես նաեւ երկրորդ մասնագիտությամբ լինելով տուր ղեկավար նրանց առաջարկեցի, որպեսզի նրանք այցելեն եւ անպայման տեսնեն մեր երկիրը եւ մյուս տարի մենք սպասում ենք Իսպանիայի մասնակցին, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ուզբեկիստանի եւ ամենահետաքրքիրը, որ մեզ հետ նաեւ ընկերացավ Թուրքիայի մասնակիցը, նա շատ հավանեց թե ինձ, թե ընդհանուր Հայաստանը եւ ասաց, որ անպայման այցելելու է, գալու է տեսնի մեր գեղեցիկ բնությունը եւ սարերը, այդպես շատ ջերմ միջավայր էր տիրում այնտեղ։ Այո, գա տեսնի, որ Արարատը մեր կողմից ավելի սիրուն է։ Այո։ Մարիա, ձեր մասնակցությունը այս մրցույթին, մի փոքր խոսենք այդ մասին, հա։ Ոնց եղավ։ Ես առաջին անգամ չեմ մասնակցում այսպիսի մրցույթի, քանի որ ես եղել եմ 3 անգամ տիտղոսագիր, 2019-ին արժանացել եմ Top Model Հայաստան reality show-ի հաղթող եմ եղել եւ արժանացել եմ Top Model Հայաստան անվանակարգին։ Երկրորդ իմ ձեռքբերումը, այսպես ասած, եղել է դրանից հետո, երբ ես արժանացա Miss Երկիր Արմենիային 2021 թվականին եւ հնարավորություն ընձեռվեց իմ երկիրը ներկայացնելու Ֆիլիպիններում միջազգային հարթակում արդեն իսկ Եվ դրանից հետո որոշակի ժամանակ այսպես դադարից հետո կրկին այս տարի հնարավորություն ստացա մասնակցելու Miss Եվրոպային, որը կայացավ Բեյրութում, Լիբանանում։ Իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մենեջերին Մարիային Ղարիբյան, ով ինձ ընձեռնեց այս հնարավորությունը, որ ես մեկնեցի Բեյրութ Բացի այն, որ բացահայտեցի նոր երկիր ինձ համար, միևնույն ժամանակ ներկայացրեցի իմ գեղեցիկ երկիրը, մշակույթը, ես շատ գոհ եմ ամեն դեպքում շատ։ Իսկ թագի պատմությունը ինչպես է, այն պետք է փոխանցվի հաջորդ տարի մասնակցին, թե հավերժ քեզ հետ մնալու եւ քոնն է։ Ինքը հավատարիմ իմն է։ Okay, հրաշալի է։ Չէ։ Ես չեմ հաղթել, հաղթող երկիրը Ռուսաստանն է եղել։ Դուք լավագույն տասնյակում եք։ Ես հայտնվել եմ լավագույն տասնյակում, իդեպ ինչպես տեսնում եք, ներկայացրել եմ հայկական տարազը։ Այո, այն
խորհրդանշում էր ազգային ինքնությունը, մեր պատմական տարածքն է եւ այս տարածի համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարաշլյան ընկերությանը, այն շատ հավանեց ժյուրին եւ նրա շնորհիվ ստացել եմ բավականին բարձր բալեր։ Ինձ ասում եք այն շատ հավանեց ժյուրին եւ վերցրեց։ Ուզում էին։ Բայց չտվեցիք։ Բայց չտվեց, չէ։ Դա մերն է, մեր հայկականն է։ Իսկ արդեն ետնաբեմում ինչ է կատարվում, մեզ շատ հայտնի եւ սիրելի ֆիլմերի նման աղջիկները ինչ որ բաներ չեն կիսում, ինտրիգներ կան, չկան, ինչպես էլ ետնաբեմում իրավիճակը եւ մթնոլորտը։ Դե ետնաբեմում սենց մրցույթներում, ինչպես գիտեք, աժիոտաժը միշտ կա, առանց դրա անպակաս է այսպիսի մրցույթները, բայց ամեն ինչ բավականին սենց ընթացիկ սենց հանգիստ կերպով ոնց որ գնաց, ոչ մի ինչ-որ տենց արտասովոր ոչինչ չի եղել, նույնիսկ վերջում մեր հաղթող Ռուսաստանի մասնակիցը ինձ մոտեցավ, հաջողություն մաղթեց, ասաց, որ ես իր ֆավորիտների ցանկում եմ, ես էլ իրեն հաջողություն մաղթեցի եւ այդպես Մեր մաղթանքը ավելի ջերմ էր, նրանք հաղթեցին։ Իսկ ձեզ համար ինքը հաղթող էր, իսկապես թե դուք ունեիք բացի ձեզնից, եթե չմասնակցեիք այլ ֆավորիտ։ Տեսեք, իրականում իմ ֆավորիտների ցանկում առաջնային Բուլղարիայի մասնակիցն էր, քանի որ ինքը իմ աչքերում ավելի բնական էր եւ ավելի սենց շփվող էր, ինձ այդ բնականությունն է դուր գալիս, քանի որ ես ինքս էլ եմ բնական, ոչ մի ինչ-որ միջամտություններ չեմ արել եւ դեռ չեմ ցանկանում անել։ Չանեք, շատ գեղեցիկ եք։ Շնորհակալ եմ շատ, կաշխատեմ, այսպեսին պահպանվեմ։ Բայց ցավոք սրտի նա չհաղթեց, իսկ Ռուսաստանի մասնակիցը ինքը գեղեցիկ էր, բայց շատ միջամտություններ էր արել, որը Շատ դա, մի քիչ փորձենք բացել փակագծերը, ինչքանով որ դա հնարավոր է եւ թույլատրելի։ Արդյոք մենք գիտենք, հա, որ ցանկացած մրցանակաբաշխություններ միջազգային մեծ, Օսկար կլինի եւ այլն, ինչ որտեղ կա նաեւ քաղաքականություն եւ ընդգծվում է դա։ Արդյոք կարելի է այս պարագայում էլ ասել, որ քաղաքականություն կա նման մրցույթներում։ Կարող եմ ասել այո, ինչ որ չափով քաղաքականությունը դեր ունի այսպիսի մրցույթներում, թե Եվրոտեսիլում, թե գեղեցկության մրցույթներում դա միանշանակ դեր խաղում է, բայց զարմանալին է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնվեցին եզրափակչում եւ հաղթեց Ռուսաստանը։ Եվ հաղթեց Ռուսաստանը։ Դե ասում եմ, ունենք ինչ ունենք, բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ մեր Ռուսաստանի մասնակցի համար։ Նա նաև ասաց, որ Հայաստանում էլ է եղել եւ պատրաստում է կրկին վերադառնալ Հայաստան, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Եվ քանի որ գեղեցկության ստանդարտները իրոք շատ տարբեր են բոլորիս համար, ինձ հետաքրքիր է ինչ փուլերով եք անցնում եւ ինչին են ամենաշատ ուշադրություն դարձնում, որովհետեւ վստահ եմ, որ բեմում կանգնած բոլոր աղջիկները շատ գեղեցիկ են։ Ճիշտ է, Սոնա ջան, իրականում բոլորը շատ յուրահատուկ էին։ Ամեն աղջիկ ունի իր յուրահատկությունը, տաղանդը եւ ասեմ, իրականում իրենք ուշադիր են թե դու ինչպես ես քեզ ներկայացնում, ինչպես ես ներկայացնում քո երկիրը, ինչ տաղանդներ ունես, իդեպ ես այնտեղ ելույթ ունեցա Դաշնամուրով, նվագեցի Մոցարտի ռեկվիեմը։ Վաու։ Այո, ինչի համար նրանք ինձ ծափարեցին եւ ասացին, որ դու շատ տաղանդավոր ես։ Եվ բացի այդ, նաև լեզուների իմացությունն է շատ կարևոր, որովհետև անկեղծ ասած ես նկատեցի, որ աղջիկներից շատերը անգլերենի չէին տիրապետում, լավ անգլերենի։ Ես տիրապետելով հայերեն, ռուսերեն, անգլերենի, ինձ համար ավելի հեշտ էր շփումը տարբեր մասնակիցների հետ։ Փորձում ենք ինչ-որ կերպ լեզու գտնել իրար հետ։ Շատ խրախուսվում է լեզուների իմացությունը եւ ամենակարևորը բնականությունը, այսինքն ինչքան դու բնական, ջերմ, ընկերական լինես, դա գնահատվում է, ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետեւ շատ մրցույթներ կա, ցենց կարելի ասել ինչ որ չափով ձևերի մեջ են աղջիկները, բան, ինչը մի տեսակ, չգիտեմ, իմ համար ավելի հաճելի է, երբ որ մարդու հետ կարող ես զրուցել, շփվել, ծանոթանալ նրա մշակույթին, ինչու՞ չէ, իհարկե։ Մարիա, մրցույթներ, հա, դա շատ լավ, երբ վերադառնում ես հաղթանակով, տրամադրությամբ, ամեն ինչ լավ է։ Իսկ ինչպես եք պատկերացնում հետոն ձեր անելիքը, հա, ինչ է սպասվում ձեզ հետո, ինչ եք անելու։
շարունակելու են մրցույթների շրջանը, թե կա կոնկրետ ուղղվածություն, որտեղ որ գնում եք արդեն դեպի այդ կողմ։ Ասեմ, ներկա պահին ինչ վերադարձել եմ, ինձ լրատվականներով գրում են, նշում են, հիշում են, ինձ շատ հաճելի է դա, քանի որ top 10-ում հայտնվելը մեծ բան է, նամանավանդ երբ ներկայանում էր 24 երկիր, այդ դեպքում top 10-ը կարելի ասել ինչ-որ չափով մեծ եւ արդար հաղթանակ էր, եւ հիմա ունեմ տարբեր առաջարկներ այլ երկրներում ներկայանալու, ունեմ Թայլանդից առաջարկ, ունեմ Չինաստանից, չէ, կներեք, Հնդկաստանից առաջարկ, բայց ես հիմա սպասում եմ Չինաստանի առաջարկին, քանի որ Չինաստանը իմ must visit երկրներից է, որտեղ ուզում եմ այցելել, եւ ինչպես ասացի, ես համատեղում եմ իմ այսպես ասած հոբին եւ աշխատանքը, մեկնում եմ երկիր, բացահայտում եմ երկիրը եւ միևնույն ժամանակ ներկայացնում եմ իմ սիրելի պատմական Հայաստանը։ Սպասում եմ այդ հնարավորությանը, երբ լինի, ես մեծ սիրով կմեկնեմ Չինաստան եւ կրկին կներկայացնեմ իմ երկիրը։ Եվ քանի որ մասնագիտությունը շատ հետաքրքիր է վստահ եմ հեռուստադիտողներին եւ բազմիցս երևի ձեզ էլ գրում են ինչպես մոդել դառնալ, պատասխանենք այս հարցին, ինչպես դառնալ մոդել եւ ինչպես մասնակցել նման մրցույթների, ինչն է կարեւոր։ Ինչն է կարևոր մոդել դառնալու համար, սկսնակների համար, ամենաառաջինը իրենց փորձեն տարբեր ասպարեզներում, ամենահասարակ բանը դա մասնակցել տարբեր ֆոտոշարքերի, իրենք, այսպես ասեմ, ֆոտոշարքը, ֆոտոսեսիան ինքը իրանից ուղակի ֆոտո չի ներկայացնում, եթե ֆոտոգրաֆը ինքը խելացի է, նա կարող է մոդելին ավելի հետաքրքիր կերպով բացահայտել, այսինքն ինչ-որ կերպար գտնել ու երբ որ մոդելը մասնակցում է տարբեր ֆոտոշարքների, ինքն էլ է իր վրա աշխատում, կարողանում է հասկանալ, թե օրինակ իր աշխատող կողմը որն է, ինքը ինչպես կարող է Ոչ մի տարբերություն չկա։ Դե ու շատ բացահայտումներ ինքը իր անձի նկատմամբ կարող է բացահայտել եւ հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարող է շարունակել։ Եվ երկրորդ կարևոր հատկանիշը դա իհարկե ինքնավստահությունն է, բայց ես չեմ խոսում անիմաստ ինքնավստահության մասին, այլ բովանդակալից ինքնավստահություն, այսինքն այդ ինքնավստահության տակ թաքնված լինի փորձը, չգիտեմ, գիտելիքները, ինչ որ պատկերացումներ, գաղափար ունենա այդ ոլորտի մասին, դա էլ միանշանակ փորձի շնորհիվ է ձևակերպվում, ուղղակի ժամանակի հարց է, եթե կա ցանկություն, անհնարին ոչինչ չկա։ Այդ դուք մասնակից աղջիկներին խորհուրդ եք տվել, որպեսզի գան ու տեսնեն մեր Հայաստանը։ Ունեք սիրելի վայր Հայաստանում։ Սիրելի վայր, տեսարժան վայրի նկատի ունեք։ Իհարկե ունեմ։ Որն է։ Կասկադն եմ շատ սիրում։ Մեր հրապարակն է շատ գեղեցիկ, ես շատ տուրիստներ ունեմ, արտասահմանից ընկերներ ունեմ, որոնք գալիս են ու մենք ամենաառաջինը սկսում ենք հրապարակից, ստանում եմ մեր հրապարակի շատրվաններն եմ ցույց տալիս, որը որ շատ տպավորիչ է նրանց համար, երկրորդ վայրը իհարկե մեր Կասկադն է, որը ինձ համար, չգիտեմ, ասենց յուրահատուկ կերպով եմ սիրում Կասկադը, նրա գեղեցկությունը եւ մեր օպերան միանշանակ օպերան մենք ուղակի չենք այցելում, նույնիսկ ես նրանց տանում եմ մեր օպերայի համերգների տոմս են գնում եւ նույնիսկ միջոցառումներ։ Միջոցառումներին են տպավորություններ, միշտ արձագանքները ինչպիսին են մեր երկրի մասին։ Մեր երկրի մասին բավականին դրական, բայց ես միշտ ասում եմ, որ գալուց ամառը գան, որ այդ մեր տաք ջերմ եղանակը վայելեն ամենաառաջնային։ Հա, մոռացա նաև նշեմ Սևանը, որովհետև Սևանն էլ կարելի ասել մեր փոքրիկ ծովն է։ Այո։ Տպավորությունները միշտ դրական են լինում։ Չգիտեմ, համենայն դեպս իմ տուրիստները, այսպես ասած հաճախորդներս ովքեր եղել են, այստեղ միանշանակ ասել են, որ մենք կրկին վերադառնալու ենք ձեր Հայաստանը, մի այլ տիպ է մեր սիրտը գրավել։ Եվ վերադառնալով էլի մրցույթին, ինձ հետաքրքիր է հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ վստահ եմ կա, ինչպես եք հաղթահարում։ Ոայ, հուզմունքը իրականում կար, քանի որ կա պատասխանատվություն լավ ներկայանալու, ճիշտ ներկայանալու, հուզվում ես միանշանակ, դա նորմալ է, երբ որ դա չափի մեջ է։ Իդեպ երբ ես բարձացա բեմ, իմ երեկոյան զգեստը մի փոքր անհարմար էր,
ոտքից տակ էր ընկնում եւ ես համարյա շուռ էի գալիս բեմում շուռ գալուց նույնիսկ լենտաս է ընկնում սենց մի հատ անհարմար պահ է լինում բայց ամենակարևորը որ չես իրար չպետք է խառնվես պատահել է ոչինչ հիմա նորմալ է փորձեցի լենտաս բարձրացրեցի շորս ուղեցի եւ շարունակեցի իմ ճանապարհը վստահ այո շարունակեցի եւ լավ ներկայացա։ Շատ լավ, մաղթում ենք որ միշտ վստահ լինեք բոլոր մրցույթներին, որտեղ դա շատ կարևոր է։ Եվ ուզում եմ որպեսզի այդ վստահությունը եւ ձեր հաղթանակներն ընդգծեք նաեւ Իջևանի Սափոր Ռոզե գինու հետ միասին, որը ձեզ կտա հնարավորություն բոլոր հաղթանակները նշելու։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ գեղեցկություն։ Ես համոզված եմ, որ շատ գեղեցիկ եք նաեւ խոհանոցում։ Եվ համեր եք պատրաստում, այնպես որ Տրամոնտինա բրազիլական բրենդը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, փոքրիկ խոհանոցային պարագա, որը կարծում եմ մի փոքր ձեզ թեթևացնի ձեր հոգսը խոհանոցում։ Շատ շնորհակալ եմ, անպայման կօգտագործեմ, շատ պիտանի նվերներ էին։ Նվիրել արև բացիկները, հա, այս բացիկները են, որտեղ ներառված են սիրելի ֆրազներ, սիրելի երգերից եւ բանաստեղծություններից։ Ինչպես տեսնում եք, սիրում եմ, այսպես է կոչվում այս բացիկը, իսկ այստեղ ներառված են Հայկոյի երգից սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է։ Սա նվիրում եմ ձեզ, որպեսզի կամ պահեք ձեզ, կամ նվիրեք ձեր սիրելի անձնավորությանը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, շատ օրիգինալ էր իրականում, ես սիրում եմ այսպիսի բաներ։ Շնորհակալություն։ Ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Անչափ շնորհակալ եմ եւ կրկին ուզում եմ ձեզ նույնպես Սուրեն ջան, Սոնա ջան, շնորհակալություն հայտնել ինձ հրավերի համար, ուրախ էի, որ այստեղ եկա, ներկայացրեցի եւ խրախուսում եմ բոլորին, առաջարկում եմ, որ անպայման մասնակցեն այսպիսի մրցույթների, առաջնային փորձ հավաքելու համար եւ երկրորդային միանշանակ մեր Հայաստանը ներկայացնելու այլ երկրներին, մեր մշակույթով կիսվելու դա շատ կարևոր է, որովհետեւ այդպես ենք մենք առաջ գնում, մեծանում է մեր հասարակությունը, դա շատ կարևոր է։ Շնորհակալություն, դե գեղեցկուհիների մրցույթին, չգիտեմ, փորձեք մասնակցել, ես էլ կմասնակցեմ գեղեցիկների մրցույթին, այնպես որ ինձ ոգևորեց Մարիան։ Իդեպ կարող եք։ Ասեք որ կարող եմ, շնորհակալ եմ։ Հիմա Կարճատև դադար կլինի մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։